Տիրոջ համար 1000 տարին 1 օր է, 1 օրը 1000 տարի։ Այս խոսքերը այլ կերպ կարելի ասել Աստծո համար ժամանակ չկա։ Որտեվ ժամանակը երբ ստեղծվեց արարչության հետ։ Եվ եղավ երեկո, եւ եղավ առավոտ օր առաջին։ Այսինքն ժամանակը տարերի իրողությունների արարչության հետ ստեղծվեց։ Քանի չկար երկինքը, երկիրը, քանի չկար բուսականությունը, կենդանական մարդը, ժամանակը չկար։ Եվ Աստված այդ ժամանակից վեր էր։ Երբ որ արարչությունը ստեղծվեց, ժամանակը սկսեց շարժվել։ Եվ Տիրոջ համար, ասենք, ըստ Սուրբ գրքի, որ հաշվես դեպքերն ու իրադարձությունները, երկրագունդը Ադամի դրախտից վտարվելուց հետո 10000 տարի է։ Ամենաշատը 10 էլ չի հասնում, 6000 տարի մինչև Քրիստոս, 2000 տարի Քրիստոսից հետո, այսինքն 8-ից 10000 լավ տասվեց։ Այսինքն ամբողջ մարդկության պատմությունը երկրի վրա դրախտից վտարումից հետո 10000 տարի է։ 10000 տարին Աստծո համար 10 օր է։ Այսինքն ինչ է ուզում արի, որ Աստծո համար այդ ժամանակը ակնթարթը վարքյան, հələ դու հավիտենականության տեսանկյունից նայի մեր ժամ, եւ մենք եթե մեր կյանքը կքնենք, մենք էլ կտեսնենք, որ մեր ժամանակը հարաբերական է։ Էշտենը հարաբերականության տեսությունը չէ հիմնեց, ինչ է ասում։ Ժամանակը, կշիռը, արագությունը հարաբերական են։ Քրիստոնեական հետաքրքիր խորհուրդ հայտնաբերեց։ Եթե մենք հիշենք մեր օրերը, մեր կյանքի, այն ժամանակները, որ մենք ուրախ ենք, երջանիկ ենք եղել մեր կյանքում, մեր չափանիշներով, մեր գիտակցությամբ, մեր հայացքով ինչ որ լավ բան է տեղի ունեցել, այդ ժամանակը արագ է անցել։ Թռել այդ ժամանակը, բոլորս կվկայենք, այսինքն ոնց որ այդ ժամանակը ժամանակ րոպեներով չէր հաշվում, այլ հաշվում էր արագությամբ, ոնց որ դու ընկնում ես հավիտենականության մեջ, ժամանակը արագանում է, բայց այն օրերը, այն ժամերը, որ չունա գալիս քո վրա, փորձանք է գալիս, կանգնում է ժամանակը, ոնց որ դու մտնես ուրիշ աշխարհ, դժոխքում դրախտի տպավորությունը, այդ դժոխքում էլ այտենց ժամանակը կանգնելու է։ Մարդիկ զգալու են այդ տանջանքը, չարչարանքը։ Մի մարդ հիվանդանում է, ծանր հիվանդության մեջ է, մաղոթում ասում է, Տեր Աստված, խնդրում եմ, ես ինչքան պետք է չարչարվեմ այս հիվանդությամբ, ասում եմ, չեմ դիմանում, ծանր հիվանդություն, մեկը հեշտակ երևում, ասում է 3 տարի։ 3 տարի պետք է այդ հիվանդությունը կրես, ասում է, բա այլ ընտրանք չկա, ուրիշ տարբերակ չկա, ասում է, կա, ասում է, ո՞րն է, 3 ժամ դժոխքի տանջանքներ կամ 3 տարի հիվանդություն։ Ասում է, ավելի լավ է 3 ժամ դժոխքում տանջում, քան թե 3 տարի այս հիվանդությունը ծանր ես կրեմ, ասում է, վերջնական է որոշումդ, ուզում ես գնալ 3 ժամ դժոխքում տանջվել։ Այո, գնացինք։ Վերցնում է այս մարդուն, տանում է դժոխքի դռները բացում է, իհարկե առակ պատմությունը, բայց շատ հետաքրքիր մեկ էլ այնտեղ կալսանի մեջ վառվում են, այրվում են, տանջվում են, չարչարվում են, հա, ասում է, որոշեցի, գցեմ, ասում է, գնացինք։ Գցում է այդ մարդուն դժոխքում, փակվում է դռները, խորհրդավոր պատմություն, առակավոր պատմություն, բայց իմաստը դուք հասկացեք։ Ու սկսում են իր տանջանքները։ Եվ այնքան ահավոր են այդ տանջանքները, աննկարագրել, որ ինքը ժամանակի չափողությունը կորցնում է։ Էլ չի հասկանում ինքը որտեղ է, ինչը, ժամանակը չի զգում դժոխքում։ Եվ իրեն թվում է, թե հավիտյան է տանջվում։ Անընդհատ անվերջ է տանջանքը։ Ասում է, հրեշտակ խաբեց ինձ, ասեց 3 ժամ, հավիտյան ըստ է տանջվում եմ։ Ուր է։ Մեկ էլ արդեն որ արդեն լրիվ ինքնամոռացության մեջ անկել, կտրվել է ժամանակի չափը կորցրել, մեկ էլ նորից դժոխքի դռները բացվում են հեշտակի լույսերով։ Հա, ասում է, ո՞նց ես։ Դա ասում է, խաբիր ինձ, ասում է, ասել 3 ժամ հավիտյան ստե տանջում, ասել եմ, մի ժամ անցել, 2 ժամ էլ կա, թողեմ թե տանեմ։ Ասում է, ավելի լավ է 3 տարի ես տանջվեմ հիվանդության մեջ, ասում է, այդ մի ժամ որ դիմացար, Աստված քո հիվանդություն վերցեց, արի բուժվեց։
Այսինքն ժամանակը չափվում է ոչ թե րոպեներով, այլ ապրումներով, այլ իրադարձություններով եւ իրադարձությունների վերաբերյալ մեր մոտեցումով։ Եթե մենք ապրում ենք իրապես ժամանակը, խնդրում ենք, աղոթում ենք, մեր կյանքը լցվում է։ Եթե ուշադրություն դարձեք, մեր կյանքի ընթացքում շատ քիչ վայրկյաններ են, րոպեներ են, ապրված րոպեները։ Տաթևացին ասում է դրախտում Ադամը ապրել է 7 ժամ ընդամենը։ Բայց հետո 6000 տարի դժոխքում, 930 տարի երկրի վրա միշտ հիշում էր կորուսյալ դրախտը։ Ինչ, այդ 7 ժամը, 930 տարի հլուր, 6000 տարի նուր, 7 ժամ դրախտում, բայց հիշում էր այդ 7 ժամվա դրախտային կյանքի ընթացք, որտեղ 7 ժամը իր համար հավիտենականություն էր։ Մենք էլ ենք հիշում, մենակ Ադամը չի հիշում։ Մենք էլ մեր չտեսած Ադամի 7 ժամ տեսած դրախտն ենք կարոտում, կորուսյալ դրախտը հիշում ենք, ինչ լավ էր դրախտը։ Այսինքն հենց այդ է ուզում ասել Աստծո համար եւ աստվածացած մարդկանց, Աստծուն ձգտող մարդու համար 1000 տարին մի օր է, մի օրը 1000 տարի է, ժամանակը կորում է, չկա, գոյություն չունի հավիտենականության համեմատ։ Իսկ մենք այնքան ենք կարճած նյութականած մարմնավոր ենք դարձել, որ ինչ որ մի տարաժամ մահ է լինում, հա, խառնում ենք իրար։ Խի էս մարդը 20 տարի ապրեց, 50 չապրեց։ Ի 20 ու 50 հավիտենականության համեմատությամբ ինչ մի վարքյան։ Չգիտենք, Աստված գիտի։ Միգուցե նաև հայտնի մեզ ինչու 20 ապրեց եւ 50 չապրեց, էլի չհամաձայնվենք։ Մեր կյանքն ու մահը վիճում են։ Կյանքը ասում է, ես ուզում եմ մարդկանց կյանքը պահել, դու խալում ես ինձնից, ես ինչ անարդարություն է։ Ու անընդհատ վիճում են կյանքն ու մահը, ու սկսում են հին դեպքեր, իրադարձություններ հիշել։ Կյանքը մահվանը հարցնում, ասում են, երիտասարդին են 15 տարեկան, ինչի տարար ասա։ 15 տարեկան նոր ծաղկած ծաղիկ էր, ասում է, գարնան նորաբույս ծաղիկ էր, ինչու տարար։ Կյանքն է մահվանն ասում։ Մահանն ասում է, կային հլիշում, այդ ինչ դեպք ես ասում, դավթարները բացում է, գտնում է, հա, ասում է, հիշեցի, ասում է, այդ ժամանակ Աստված ինձ հայտնեց, որ այդ երիտասարդը մեծանալ էր հայրասպան դառնար։ Իրան փրկեցի հայրասպանության մեղքից։ Լավ, համաձայնում է, կյանքը ասում է, խոնարհվեցի Աստծո կամքին, վերջ, չեմ կարող, ավելի լավ է մարդը մեռնի, քան թե հայրասպան լինի։ Լավ, ասում է, ջահելին թողենք մի կողմ, բայց պարավին ինչ չէր տանում։ Հա, քեզ աղոթում էր, ասում էր, տար, հոգիսար, տար, չէր տանում, այդքան պահիր, այդքան պահիր։ Ասում է, սպասիր մի հատ դավթարն էս թերթեմ։ Թերթում է տենում, հա, ասում է, այդ պարավը աղջկան անիծել էր։ Աղջիկն էլ գնացքով գալիս էր, ասում է, ճանապարհ էր ընկել, ասում է, դի հասներ, նա անեծքը վերցներ, ինքն էլ փրկներ, աղջիկն էլ ազատագրվեր։ Նոր տանել, այ դրա համար։ Մեզ համար հայտնի չի, օրերը թվերը չեն հաշվում քանակով, այլ որակով են հաշվում, թե մենք ինչպես ապրեցինք իրապես մեր կյանք։ Դե այդ պատմությունը բոլորը գիտեք, որ Նապոլեոնը շրջում է վանքի գերեզմանը տանը, տեսնում է քարերի վրա գրած է, ծնվեց այս ինչ օրը, մահացավ այս ինչ օրը, ապրեց 3 օր, ապրեց 3 ժամ, հա։ Եվ հարցնում են, այդ ինչ օրեր են օրերը, որոնք աղոթքով ապրեց, Աստծով ապրեց, մնացածը չի ապրել, գոյատևել է։ Իսկ ես ձեր մտքի շարունակություն այսպեսի միտք կա, էլ ասում է, պահ կա մի կյանք արժենա, կյանք կա մի պահ չարժի։ Այո։ Երևի հենց դա էլի դրան է տանում, Այո, որ նա ոչ կյանք ապրումից մի պահի բան չունեն, արժեք չունեն։ Հետո գիտեք, այդ պահեր, այդ ակնթարթները մի հատ հայտնագործություններ են, սխրանք են, չգիտեմ ինչա։ Կարող է այդ պահը երբեք մարդու կյանքում չլինի։ Գիտես, այդ պահը, օրինակ, մեր երեխեքը պատերազմում ունեց մի սխրանք գործեցին, ոմանք այդ սխրանքի պահին մահացան, ոմանք այդ սխրանքը գործելով չմահացան, ապրեցին, շարունակեցին, հա։ Եվ հետագայում, եթե իրենց հասցնես, կասեն, որ մենք այդպես սխրանք էլ չենք կարող անենք, որովհետև այդ պահին մենք չենք,
Աստված էր երկնքից մեզ զորացրել, մի հրաշք արեցինք հայրենիքի համար, նենց մի հրաշքներ, որ նենց զոհաբերություն արեցինք մեր ընկերների համար, մեր սրբությունների համար, որ ապրեցինք։ Ես համարում եմ, որ այդ երիտասարդները, որ մի պահ ապրեցին ու էլ չապրեցին, ապրեցին հավիտյան։ Բայց մյուսները ապրեցին, երկար ապրեցին, բայց մի օր էլ չեն ապրել։ Այսինքն չմահացան, այլ անմահացան, հավիտյան ապրեցին։ Ավելի ասել, որ ժամանակը թվերը ընդհանրապես միջոց են մարդուն տրված, բայց ոչ նպատակ։ Իհարկե, որպես մարդու կյանքը հավիտենական դրախտ ինչի համար է Ադամին տվել, որ անցնի գնա երկնքի արքայություն, բայց դրախտից իջավ երկիր, հետո էլ դժոխք։ Այդպես էլ կյանքը մարդու ժամանակ ամեն ինչ տրված է, որպեսզի մարդը շահի հավիտենականություն։ Եթե շահում է, չէ չի շահում։